7 տարի կառավարության ղեկը ձեռքին է, բայց հիմա է հասկացել, որ այնինչ խոսում են ամեն հինգշաբթի նիստերի այս դահլիճում ոչ ոքի չի հետաքրքրում։ Փաշինյանն ասում է, իրենք սխալվել են, ժողովրդին այլ բան է հետաքրքրում։ Հիմա բոլորին հետաքրքրում է, թե վարչապետ այս ժամացույցը որ կապել է, ով որտեղից է գողացել, քանի հատ ադամանդի քարկա մեջը ինչ միջուկային ռեակտոր է տեղադրված եւ այլն եւ այսպես շարունակ։ Սենց մի հատ բան դնենք, միլիարդներով դիտում կունենա։ Հարց է հնչում կաբինետին, թե որն է կառավարության գործը, հետո ինքն իրեն պատասխանելով ասում է, նախարարները պետք է ջանք գործադրեն, շատ շփվեն մարդկանց հետ։ Մենք որոշումը կայացնում ենք դնում դարակը, որոշումը կայացնում ենք դնում դարակը։ Որոշումները պետք է մտնեն կյանք, որոշումները պետք է մտնեն կոնկրետ ոլորտներ, պետք է մարդկանց հետ խոսենք։ Եվ ես տենում եմ, մենք չենք կարողանում այս խնդիրը լուծել, չենք կարողանում։ Կտրոկանցում կրթական մոդելին։ Երկրում չկա ծրագիր, որով ուսանողները հնարավորություն կունենան աշխարհի առաջատար բուհերում սովորել, հետո վերադառնալ Հայաստան։ Դրա հետևանքով դրսում կրթություն ստացածների ընդամենը 20%-ն է հայրենիք վերադարձել։ Ստացվում է, որ կրթության ֆինանսավորման ներքո մենք արտագաղթ ենք ֆինանսավորում։ Նման մի ծրագիր Իմ քայլը հիմնադրամն է փորձել իրագործել, բայց այդ դեպքում էլ նկատելի արդյունք չի եղել։ 40%-ը չի վերադարձել։ Սա ըստ Փաշինյանի մեծ խնդիր է ու ամեն անգամ, երբ տեսնում է այս թվերը, բարկանում է։ Էլի բանի այդ կենացային տրամաբանությունը, որ սրա հետ դնում ես համեմատում ես, ասում ես լավ, լսեք, ինչքան կարանք մենք մեզ կեղծենք, ինչքան կարանք կեղծենք, ինչքան խորը կարա լինի կեղծիքը։ Առաջարկում է փոխել ռազմավարությունը։ Պետությունը փող կտա մասնավոր ընկերությանը, որը կֆինանսավորի միայն վերադառնալ խոստացող ուսանողներին։ Սա էլ կամրագրվի թղթի վրա։ Ցեցը գցում եմ մեջ, հենց առաջ հենց այս դալիճից դուրս է գալիս, ցեցը հանգնում ու սկսում են քրքրել։ Ես համաձայն չեմ այդ տրամաբանությանը։ Համաձայն չեմ։ Ոչ թող ներդրում են անում, թող երկարաժամկետ ներդրում անեն։ Ես համաձայն չեմ, որ մի հատ էլ բանից արտագաղթի ֆինանսավորման մի հատ էլ լրացուցիչ մեխանիզմ մենք ստեղծենք։ Վարչապետը ասում է, որ աշխարհում gap year հասկացություն կա, որը բուհ ընդունվելու համար կրեդիտ է։ Այդ դադարի ընթացքում նաև հնարավորություն են ունենում ուսման համար գումար վաստակել։ Միայն Հայաստանում է, որ վերջին զանգից հետո դեռահասները միանգամից ուսանող են դառնում։ Չկա տենց բան։ Դպրոց ավարտելուց հետո ով է մեր մոտ կամ ասում ես գնամ կամ այդ որ ծնող կթողի երեխեք ոնց անվճար գնաք աշխատեք, ինչ որ մեկի համար քոծություն անեք, ոնց կարելի է տենց բան անել։ Լենա Կարապետյան, Էպիկենտրոն։